Գալստյան, ձեր ելույթը լսելից կարծես այսպես ասած, այդ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով աչքաչափով խոսում էիք քաղաքալացյալների, ինչպես նաև արդարների մասին, որոնք ըստ էության այս պահին ահաբեկչության փորձ կատարելու հիմքով են գտնվում արդարադատության ուշադրության կենտրոնում եւ ես այստեղ ուզում եմ նշել այդքան միջազգային կառույցներից օրինակներ բերեցիք թե ինչքանով է որևէ հարցում սանդղակը բարձրացել կամ նվազել ուզում եմ հասկանամ կա որևէ միջազգային կառույց որը փաստել է այն ամենի մասին ինչը դուք այստեղ խոսեցիք որ Հայաստանում կան քաղաքալացյալներ կամ որևէ անց քաղաքական բանից հայացքներից ելնելով հետապնդման է ենթարկվում Տիկին Ղազարյան, նախ ես աչքաչափով չխոսեցի բացարձակապես եւ որպեսզի այդպիսի տպավորություն էլ չունենամ, ես ունեմ իմ քաղաքական գնահատականները, մեր քաղաքական թիմը ունի իր քաղաքական գնահատականները, բնականաբար ունենք մենք մեր աղբյուրները, բայց որպեսզի այդպիսի տպավորություն չունենաք, որ ես աչքաչափով եմ խոսում, այն բոլոր թվային պատկերը, ամբողջ թվային պատկերը, ինչ ներառված էր իմ խոսքի մեջ եւ կարծում եմ մենք 5 տարի միասին աշխատել ենք եւ դուք շատ լավ պիտի փաստած լինեիք, որ ես երբեք ոչ փաստերով չեմ խոսում, որտեղ կարևորում եմ խոսքի պատասխանատվությունը, ազգային ժողովի падգամավոր լինելու, ուրեմն քաղաքական մանդատի պատասխանատվությունը, ուրեմն երբեք աչքաչափով չեմ խոսել եւ այն բոլոր թվային պատկերով ես ներկայացրեցի, վերցված էին տարբեր աղբյուրներից, կարող եք ինքներդ ուրեմն բացահայտել։ Այն ինչը վերաբերում է քաղաքական բանտարկյալներին, եւ ես հատկապես շեշտեցի ուրեմն ԵԽԽՎ 1900 բանաձևը, ես կուզենամ մի քանի, դուք ինձ շնորհակալ եմ, որ առիթը տվեցիք, ես կուզենամ ասել, որ ազատությունից զրկված անձը ըստ այդ բանաձևի համարվում է քաղաքական բանտարկյալ, եթե առկա է հետևյալ հանգամանքների չափանիշներից նվազագույնը մեկը։ Ես ամբողջը չեմ կարդա, բայց կցիտեմ։ Կալանքը կիրառվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտմամբ, օրինակ խոսքի հավաքների միավորման ազատության հետ կապված, կալանքը կիրառվել է զուտ քաղաքական պատճառներով, անձի արարքի հետ իրական կապ չունի, եւ քաղաքական դրդապատճառներով պատժի ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են, անձը քաղաքական դրդապատճառներով պահվում է խտրական պայմաններում եւ 5-րդ դատավարությունը եղել է ակնհայտորեն անարդար եւ դրա կապը իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ տեսանել է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սրբազանի եւ 18 արդարների գործին, ուրեմն ներողություն, ՄԱԿ-ի փորձագիտական, անկախ փորձագիտական եզրակացությունը կառուցված է հենց այս չափանիշների վրա, եւ նաեւ հորդորել է օրվա քաղաքական իշխանությանը վերստուգել այն հիմքերը, որոնք, այսինքն մատնացույց է անում հիմքերի խոցելիությունը, որովհետև ըստ էության ահաբեկչական մեղադրանքի որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացված եւ նաեւ փաստը մնում է փաստ եւ նաեւ դա արձանագրված էր այդ զեկույցի մեջ, եզրակացության մեջ մոնտաժված հիմքերը, կեղծված ձայնագրությունները եւ այլն հիմք չեն հանդիսացել, որպիսի այն մեղադրանքը, որը անմեղության կանխարվակածը խախտելով նաեւ դուք քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, ընդ որում այդ էլ ակետ դարձել եզրակացության մեջ հնչեցրել եք նաեւ այս ամբիոնից ամբողջովին համընկնում է այս ուրեմն եզրակացությանը եւ մի կարեւոր նրբություն այս հոդված բանաձևը թողենք արձագանքի պատգամավորը արձագանքեք Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, իհարկե բանաձևին ես էլ եմ ծանոթ, բայց եկեք փաստերով խոսենք իրապես։ Փաստացի ձեր իշխանության օրոք է փաստվել, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ։ Համենայն դեպս նման փաստ հիմա դուք չեք կարող ներկայացնել։ Եվ այն փաստերը, որ դուք եք ներկայացնում, սա ձեր քաղաքական դիրքորոշում է ընդհանրապես։ Եվ ես դրա համար եմ ասում, եկեք անմեղության կախավարկածով եք մեզ բանանում, մեղադրում, այսպես ասած, եկեք դուք էլ զուսպ մնացեք ձեր կողմից հնչեցված որակավորումներին։ Տիկին Ղազարյան, մինչև ես կավարտեմ նախորդ միտքս, մի կարևոր նրբություն այդ բանաձևը չի ասում, որ քաղբանտարկյալը պարտադիր անմեղ մարդն է։ ԵԽԽՎ-ն հենց նշում է, որ անձը կարող է նույնիսկ մեղավոր լինել, բայց նրա նկատմամբ քրեական հետապնդումը, պատիժը կամ կալանքը կարող է ունենալ քաղաքական բնույթ։ Իսկ որ
այդ ամբողջ գործընթացը խիստ քաղաքական բնույթի է եւ մեղավորությունը չհիմնավորված, դա ակնառու փաստ է։ Իսկ եթե անցյալում, չգիտեմ, անցնող 30-35 տարիներին որ եղել են սխալներ, իսկ ես հակված չեմ գնահատել, որ սխալներ չեն եղել Հայաստանի անկախության պատմության մեջ, բայց դուք որպես քաղաքական ուժ եկաք ժողովրդավարության, մարդու իրավունքների մեծագույն խոստումներով եւ ցավոք սրտի այսօր ունենք այդ խոստումների մի պատկեր, անենք խոստումների եւ իրականության ավելի շուտ մի պատկեր, որը հեռու է սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական երկիր լինելու պատկերից։ Սուզաննա Ավետիսյան։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, դուք խոսեցիք նաև Բաքվում պահվող մեր գերիների եւ հայրենակիցների մասին։ Մի քանի օր առաջ այդ ամբիոնից այս ահլիճում հնչում էր ԿՊ պատգամավորների կողմից ելույթներ եւ խոսքեր, որ նրանք զբաղվել են գերիների վերադարձի հարցով, արել են առավելագույնը, ինչ հնարավոր է եղել։ Դուք լինելով 8-րդ գումարման նաև արժանապատգամավոր, ներգրաված լինելով միջազգային տարբեր միջխորհրդարանական խմբերում որպես անդամ, արդյոք նման դեպքեր եղել են եւ ինչ գործողություններ են առհասարակ եղել ռազմավարություն գերիների իրավունքների հետ կապված նրանց վերադարձի հարցով զբաղվելու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Տիկին Ավետիսյան, այո, ցավոք սրտի բացարձակապես չեմ կարող կիսել ոչ միայն կատարվել է առավելագույնը գնահատականը, այլև առհասարակ ինձ համար գոնե տեսանելի չեն եղել, ինձ եւ քաղաքական մեծամասնության համար եւ մեր հանրության համար տեսանելի չի եղել, թե այդ ուղղությամբ ինչ է կատարվում։ Ես մեկ փաս կուզենամ այստեղ նաեւ նշել, օրինակ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, Ռուբեն Վարդանյանի կինը գրեթե արդեն ամիսներ շարունակ դիմել էր ՄԻՊ-ին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որովհետև Բաքվից ազդակներ կային, այնտեղ այցելություն կազմակերպելու ուղղությամբ եւ այլն, բացարձակ անհաղորդություն եւ կարծեմ վերջերս արտաքին գործոց նախարարությունը կարծեմ հրավիրել է ընտանիքի անդամներին խոսելու։ Ես ինքս ցավով եմ սա ասում, արձանակ փաստ եմ ունեցել եւ առերեսվել են մի իրականության հետ, երբ որ Պորտոյում անցյալ տարի ԵԱՀԿ խորհրդանական վեհաժողովում շատ մեծ ջանքերի գնով այսպես հաջողվեց ինձ օրակարգ մտցնել մի լրացում, որով առաջարկվում էր, որպեսզի մոնիտորինգային միջազգային խումբ, որը ԵԱՀԿ այսպես մանդատի մեջ մտնում է, որպեսզի մոնիտորինգային միջազգային խումբ գնա Բաքու, մշտադիտարկելու երկու կարևոր ուղղություն։ Առաջինը Արցախում հայկական մշակութային ժառանգության եղերնը, որը ցեղասպանության շարունակությունը, հայկական հետքի վերացումը, իսկ մենք ամեն օր դրա հետ ենք առերեսվում, եւ նաեւ մշտադիտարկելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների պայմանները, իրավունքները, արդար դատավարություն եւ այլն։ Ցավոք սրտի ես մեր պատվիրակության կողմից աջակցություն չստացա։ Հիմա միգուցե կպատասխանենք, ասեմ, որ սա այսբերգային աշխատանք է, մի մասը դուք չեք տեսնում եւ այլն, ես չեմ կարող, որտեղ օրինակներ չունեմ եւ խոսել առավելագույնի մասին, բնականաբար ես չեմ կարող, բայց ես կարծում եմ շարունակեմ աշխատել միջազգային կազմակերպությունների հետ, Հայդատի գրասենյակների հետ, որի գործունեությունը այստեղ խայտառակորեն եւ չիմացաբար եւ անիմացաբար եւ դիտավորությամբ այստեղ փորձում է ստվերվել եւ մեր քաղաքական կազմակերպությունը, մեր քաղաքական ուժը եւ մեր դաշինքը հնարավոր բոլոր հարթակները օգտագործելու են այս հարցը հնչեցնելու, բարձրացնելու, ինչպես իմ խոսքում ասացի, սա յուրաքանչյուր հայի եւ Հայաստանի պետականության իբրև արժանապատվության եւ հեղինակության խնդիրն է։ Պետության արժանապատվության եւ աշխատանքները ես մինչ այժմ կատարված ցավոք սրտի առավելագույնը գնահատել չեմ կարող։ Արձագանք։ Շնորհակալություն, ինչպես նաեւ հարց դրանից բխող, արդյոք Հայաստանում այս պահին պետական մասշտաբով իրականացվում է վերադարձված գերիների իրավունքների պաշտպանությամբ կամ անհայտ կորած հայերի հետ, ընտանիքների հետ կապված, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված ինչ ասելիք ունեք եւ արդյոք այդտեղ աշխատանք կա անելու թե ոչ։ Բնականաբար անհայտ կորածների, ընդհանրապես գերիների, ընտանիքների հետ աշխատանքը շատ կարևոր ուղղություն է եւ բազմաշերտ ուղղություն, նյութականից մինչև բարեհոգեբանական ուրեմն շերտերը իր մեջ ներառում
Եվ ես որոշ ծրագրերի ծանոթ եմ, որը իրականացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, բայց եւ գիտեմ մի շարք հասարակական կազմակերպություններ, ընդ որում նաեւ Հայդատը, որը նաեւ Հայաստանում գերիների եւ վերադարձած գերիների ընտանիքների հետ աշխատում է։ Դրանք թե իրավապաշտպան գործունեություն են եւ թե սոցիալական ուղղություն, որոնց մասին մենք միշտ գերադասում ենք այդ ուղղությամբ չխոսել, որտեղ դա նաեւ մեր բարոյական պարտքն է, բայց այս ուղղությունը եւս համարում եմ կարևոր ուղղություն, աշխատանքային ուղղություն, որի շուրջ պետքա լուրջ աշխատանքներ տանել, գերիների ռեաբիլիտացիան, նաեւ վերադարձածների, սա մեր հանրության եւ պետության պարտավորություններից մեկն է։